Իրանի քաղաքական համակարգը բավականին շերտավորված է։ Այդպես ճիշտ է, երկրի հոգևոր առաջնորդը բոլորի այսպես դեմ հանդիման, այսպես աչքի առաջ է, բայց այդ շերտավորումները ինձ թվում է ուրիշ ոլորտի մակարդակ հարց կառաջացնի։ Բացի այն, ամենայն դեպս Իրանը դեռ կրոնական երկիր է եւ դեռ իշխանությունը բավականին կարծում եմ լծակներ ունի, հատկապես ասենք թե զենքի առումով, թե մարդուժի առումով, թե մոբիլիզացիոնի առումով կարողանա անի այսպես հանդես բերի։ Դրանք կարծում են հարցեր են, կարծում եմ լուրջ հարցեր են։ Ես վստահ եմ, որ ամերիկացիներն էլ գիտեն, ամերիկացիների փորձը այսպես Իրաքում, Աֆղանստանում եւ Լիբիայում ընդհանուր առմամբ վերջապես դրական արդյունք չունեցավ, այսինքն ժողովրդավարություն դուրսից տեսնում ենք, որ մեծի մասամբ չի պատասխան տալի։ Հիմա կարելի է ներկա վիճակում ասենք 20 տարիներից հետո Իրաքի պարագան մի քիչ գնում է դեպի կայունություն, բայց ինչ վերաբերում է Աֆղանստան, ինչ վերաբերում է Լիբիա եւ որոշ ուրիշ օրինակներ, դա հուսադրելի չի, հետեւաբար Իրանում այդպես ցնցումները կարծում եմ կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։